Էլեկտրոմոբիլ ներկրողները բողոքում են, որ մեքենաների ներմուծման դեպքում դրանց շարժիչի հզորության հաշվարկման թերի ընթացակարգեր կան, ինչը հաճախակի է պատճառ դառնում բարձր գույքահարկի։ Կառավարությունը նախատեսում է ևս 1 տարով երկարացնել ավելացված արժեքի հարկի ազատման արտոնությունը էլեկտրական շարժիչով մեքենա ներմուծող քաղաքացիների համար։ Արտոնությունը կիրառվելու է 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված արտադրության ավտոմեքենաների համար։ Ազգային ժողովում քննարկվել է եկող տարվանից առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հարցը։ Առողջապահության նախարարը հայտնել է, որ բազային ապահովագրական վճարը Հայաստանում կսահմանվի ամսական 10.800 դրամ։ Նախագծով փոխհատուցումը, որը ընդհանուր առմամբ կծածկի ամենապահանջված բժշկական ծառայությունների մոտ 30%-ը, կտարածվի դեղերի որոշակի տեսակների վրա։ Եվ եթե քաղաքացիները ցանկանան ձեռք բերել ավելի թանկ դեղեր, նրանք ստիպված կլինեն վճարել տարբերությունը։ Նոր-Նորքում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից մեկի նկատմամբ որպես խափանամիջոց կիրառվել է կալանքը։ Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր-Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն ծեսկրտուկի ժամանակ մասնակիցներից մեկը իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։ Քրեական ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է։ Երթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է, իսկ ըստ օպերատիվ տեղեկությունների կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։ Քեչարիսի վանքային համալիրի կաթողիկ եկեղեցու տարածքում բարեկարգման աշխատանքների ժամանակ բացվել են տապանաքարեր, որի պատճառով աշխատանքները դադարեցվել են եւ սկսվել են հնագիտական ուսումնասիրություններ։ Կաթողիկ եկեղեցու հարավային եւ արևմտյան մասում բացվել է արձանագիր եւ հարթ տապանաքարերով միջնադարյան ընդարձակ գերեզմանոց։ Սակայն ամենամեծ արդյունքը կաթողիկեի արևմտյան կողմում է եղել։ Հողի հաստ շերտի տակ պահպանված վաղ միջնադարյան եկեղեցի է հայտնաբերվել։ Այն կառուցված է տուֆով, իր հորինվածքով պատկանում է քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին եւ թվագրվում է 6-ից 7-րդ դարերին։ Սա վանքային համալիրի տարածքում պահպանված ամենահին կառույցն է, որի մասին մինչև օրս ոչ մի տեղեկություն չկար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։